Հանուն հայի, հանուն պետության, այս կարգախոսով է իր 135-ամյակը նշում հայ հեղափոխական դաշնակցությունը։ Աշխարհասփյուռ կուսակցության ներկայացուցիչները մեկ հարկի տակ են հավաքվել մայր հայրենիքում։ Նվիրումի ու պայքարի մեկ դար ու 35 տարի, բայց նույն տեսլականով, նույն երթումով, հանուն հայի, հանուն պետության։ Անուրանալի է դաշնակցության անցած ճանապարհը, հայրենիքը պաշտպանելու ու սերունդներին ազգային ոգով դաստիարակելու գործում նկատում է մայրաթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Սրբազանը։ Անուրանալի է նաեւ այս կուսակցության կարևոր դերը հայոց ցեղասպանության ճանաչման գործում տարբեր երկրների, տարբեր ազգերի կողմից։ Եվ այսօր էլ ցավոք դեռևս կան պայքարի առաջնագծեր։ Առաջնայինը եղել է մնայունը, այլ ոչ թե գնայունը, դրանով առաջնորդված պիտի գնան դեպի ազգի նորանոր հաղթանակների։ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առաջ է կանգնած, հայկական ինքնությունը համակարգային հարվածի թիրախ է դարձել, ասում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ խորհրդարանի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Մեր անվտանգության համակարգը քանդվում է ոչ թե նորով փոխարինելու, այլ անվտանգության նոր խնդիրներ ստեղծելու դիտավորությամբ։ Մեզ ստիպում են դադարել հավատալ, որ Հայաստանը երբևէ կարող է լինել ուժեղ։ Մեզ ստիպում են նույնիսկ մոռանալ մեր հաղթանակների մասին, վերածննդի մասին եւ այլևս չերազել դրա ուղղությամբ։ Մեր ինքնության սյուները, եկեղեցի, պատմություն, ազգային խորհրդանիշեր ներկայացում են որպես անցյալի բեռ, որոնցից պետք է հրաժարվել։ Այդպես էին վերաբերվում նաեւ Արցախին։ Ձախողման է դատապարտված Հայաստանը Սփյուռքից բաժանելու բոլոր դավադրությունները, քանի որ Հայաստանը եւ Սփյուռքը մեկ միասնություն են վստահել Լիբանանի խորհրդարանի անդամ դաշնակցական Հակոբ Բագրատունին։ Անընդունելի եւ մերժելի են մեր ազգային արժեքներն ու խորհրդանիշերը անարգող, ոտնագող են օգտավերը։ Հայաստանի այցարակելական Սուրբ եկեղեցին, Արարատը, ամբողջական Հայաստանը մեր նահատակները անզիջելի կակատներ են, որոնց յուրաքանչյուրին գահարված է համայն հայությունն ու հայրենիքը։ Բոլշևիկյան, օսմանյան բռնաճնշումների ժամանակ էլ դաշնակցությունը ապացուցել է, պետություն ունենալն է իրենց նպատակը։ Անհանդուրժելի ձևով հատված են Գարմիր քիծերը։ Էդգար Ղուշչյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։